Մայրաքաղաքից ավելի քան 170 կիլոմետր հեռավորության վրա Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում է գտնվում Ակունք գյուղը։ Այն մոտ 4000 բնակիչ ունի, որոնք հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ։ Պատերազմից հետո տարածքը սահմանամերձ է դարձել, կրճատվել են գյուղատնտեսական նշանակության հողերը։ Հունիսի 21-ին Ակունք գյուղի բնակիչներն ու հյուրերը հավաքվել էին մասնակցելու Սուրբ Մեսրոպ եկեղեցու վերահսկմանը։ Այստեղ էին մարզային իշխանության զինված ուժերի ներկայացուցիչներ, քաղաքաբնակ ակունքցիներ։ Մեր գյուղն շատ լավ, շատ հյուրասեր ժողովուրդ ունի, շատ բարերար տղաներ ունեն, շատ զոհված տղաներ ունենք, հայրենասեր, լավ ժողովուրդ են։ Ակունք գյուղը իր էությամբ ոնց ասեմ, մեր ռայոնի երևի ամենա ճիշտ ազնիվ մարդիկ են, զբաղվում են գյուղատնտեսությամբ, ցավոք սրտի անասնապահությամբ, որը հիմա կրճատել են խոտարկների պատճառով, խոտարկները կրճատվել են, մարդկանց անասունների քանակն էլ կրճատվել, բայց գյուղը շատ ձիգ է, պինդ է, խնդրեմ եկեղեցին, առաքելական եկեղեցին միշտ մեր ժողովուրդը իր կողքին կանգնած է, արդյունքը խնդրեմ ինչքան մասսայի ավկված, որ եկեղեցին վերակառուցվել է, նորացվել է։ Հայկ Աղաբեկյան Ակունք գյուղի ծնունդ, բայց ապրում եմ Երևանում, դպրոցը ավարտել եմ Երևանում, նկարիչ եմ, դասավանդում եմ Գեղարվեստի պետական ակադեմիայում պրոֆեսոր Աղաբեկյան, 47 տարի դասավանդում եմ, հրաշալի ուսանողներ եմ ունեցել, որ իմ հրաշալի նկարիչները, և այսօր ինձ համար ամենաերջանիկ օրն է, որ մեր Ակունք գյուղում վերանորոգվեց և ժողովրդին նվիրեցին այս հրաշք եկեղեցին։ Եկեղեցին օծվեց Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի ձեռամբ, սրբազան արարողությունն ուղեկցվեց թեմի հոգևոր դասի ու հավատացյալների աղոթքներով։ Օծվեց եկեղեցու գմբեթի խաչը, կատարվեց դռմբացեքի կարգ, օծվեցին Սուրբ Մեսրոպ եկեղեցու խորանը, Սուրբ Սեղանը, 16 սյուները, Մկրտության ավազանը, առաքյալների պատկերները։ Ակունքի Սուրբ Մեսրոպ եկեղեցին կառուցվել է 15-ից 17-րդ դարերի ընթացքում, խորհրդային տարիներին վերածվել է կոլխոզի պահեստի։ Խոնարհված ավերված եկեղեցին տարիներ առաջ սկսել են վերականգնել Թադևոսյան եղբայրները, բայց կիսատ է մնացել։ Ի վերջո սրբավայրը կանգնել է ակունքցիների մեծ ու փոքր նվիրատվությունների, միասնական ջանքերի շնորհիվ, աշխատանքները համակարգել է Ակունք վարչական շրջանի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը։ Պարթև Սրբազանը նշեց, որ Ակունքի Սուրբ Մեսրոպ վերահսկված եկեղեցին դարձավ 35-րդ հավատի տունը, որ Հայաստանի անկախությունից հետո Գեղարքունյաց թեմում բացել է իր դռները։ Վարդենիս համայնքը լինելով տարածաշրջանում սահմանամերձ համայնք, շատ կարևոր է, որպեսզի այս համայնքների մեջ հոգևոր կյանքը զորավոր լինի եւ այդ առումով եկեղեցաշինությունը մեր կողմից մեծապես կարևորվում է։ Ես ցանկանում եմ արձանագրել, որ սկսյալ 2020 թվականի պատերազմական օրերից, ինչպես նաև երկրորդ պատերազմական ժամանակահատվածում ազգիս վեհափառ հայրապետը մշտապես իր հոգացության ներքո է պահել Վարդենիս համայնքի խնդիրները եւ տիրախնամ մեր թեմի միջոցով թե նյութական եւ թե հոգեվոր մխիթարական աջակցություն է բերել հոգեվոր դասի միջոցով Վարդենիս համայնքի մեր ազգաբնակչության համար։ Եվ այսօր այս Ակունք գյուղում այս եկեղեցու վերահսկումը, վերաբացումը կարծում եմ մեծ նշանակություն պիտի ունենա ակունքցիների համար, որովհետև եկեղեցին երկար տարիներ խոնարհյալ էր։ Վարդենիսի տարածաշրջանի հոգևոր հովիվը Տեր Հարություն քահանա Հունանյանն է։ Վարդենիսի հովվությունը մեծ է, 30-ից ավելի համայնք է ընդգրկում։ Ամեն մի գյուղի ժողովուրդը յուրահատուկ է, մարդկային, այսպես ասած, բազմազանություն ունենք շատ հետաքրքիր եւ ամեն գյուղում, ամեն տարածքում իր բարբարով, իր նիստուկացով, իր ավանդույթներով տարբերվում են գյուղերը միմյանցից։
Այս առումով հետաքրքիր է շատ մարդկանց այդ շփումները եւ ամեն մի համայնքում, ամեն մի գյուղում իր այսպես համ ու հոտն ես տեսնում։ Հոգևոր երգերի կատարմամբ հանդես եկան Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախմբի սաները։ Ազգային պարեր ներկայացրեց Մարտունու Հակոբյան բարի ստուդիան։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։